Donald John Trump do solemnly swear that I will Անցնող տարվա սկզբին Թրամփը երկրորդ անգամ ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, մեծ խոստումներ տվեց եւ արդեն ամիսներ անց CBS News-ին տված հարցազրույցում թվեց իր ձեռքբերումները։ Դա անելու համար նախ կոստյումի գրպանից հանեց ծալված մի թուղթ, վրան իր պատկերն ու մեծ տարերով գրված խաղաղության նախագահը ու հպարտ հայտարարեց 8 ամսում կարողացավ վերջ դնել 8 պատերազմին։ Cambodia, Thailand, Kosovo, Serbia. Կամբոջա եւ Թայլանդ, Կոսովո եւ Սերբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ Ռուանդա, Պակիստան եւ Հնդկաստան, Իսրայել եւ Իրան, Եգիպտոս եւ Եթովպիա, Հայաստան եւ Ադրբեջան, Իսրայել եւ Համաս, սրանք այն հակամարտություններն են, որոնց ես վերջ եմ դրել։ Այդ մեծ նվաճման համար իրեն արժանի համարեց խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց մնաց ձեռնունայն ու իրեն համոզեց, ոչինչ, մյուս տարի կգնահատեն իր ջանքերը։ Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ նախագահ երբևէ կանխել է գոնե 1 պատերազմ։ Ես 8 ամսվա ընթացքում կանխել եմ 8 պատերազմ։ Ես Նոբելյան մրցանակ ստացա արդյոք։ Ոչ, պատկերացնում եք, նույնիսկ ես ասացի, որ դա անհնար է, բայց կարծում եմ, որ հաջորդ տարին ավելի լավը կլինի։ Շատերը թերահավատորեն են մոտենում նրա ավարտած պատերազմներին։ Շատ վերլուծաբաններ համարում են, որ նրա որոշ խաղաղության համաձայնագրեր մեղմ ասած անարդյունավետ են։ Ըստ Deutsche Welle-ի միակ հակամարտությունը, որի լուծմանը Թրամփի վարչակազմը կարող է պնդել, որ նպաստել է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճն է, որտեղ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունն արդյունավետորեն վերջ դրեց գրեթե 40 տարվա լարվածությանը։ Այն, ինչը նա խաղաղություն է անվանում, հիմնականում ժամանակավոր դադարներ կամ հաղթական կենացներ են, որոնք անտեսում են հակամարտությունների արմատական պատճառները։ Կարծում է Միացյալ Նահանգներում գործող Code Pink հակապատերազմական խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը։ Օրինակ, Իսրայել-Իրան պատերազմը, որը սկսվեց հունիսի 13-ին, տևեց 12 օր։ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցեց ռազմական գործողություններին, հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Այսօր էլ նույն Իսրայելն ու Թրամփը հայտարարում են Իրանի նոր հարվածներ հասցնելու հավանականության մասին, եթե երկիրը խելոք չմնա։ Ինչ վերաբերում է Թայլանդ-Կամբոջա հակամարտությանը, հուլիսին երկրների բախման հետևանքով զոհվեց 48 մարդ։ 300,000-ը տեղահանվեցին։ Այն ժամանակ Միացյալ Նահանգներին հաջողվեց կողմերին մղել բանակցությունների։ Հոկտեմբերին արդեն երկրները Թրամփի միջնորդությամբ Կուալա Լումպուրում խաղաղության համաձայնագիր կնքեցին։ Սակայն ընդամենը 2 ամիս անց, դեկտեմբերի 8-ին, Թայլանդի եւ Կամբոջայի սահմանին մարտերը վերսկսվեցին։ Կողմերը միմյանց մեղադրեցին ձեռքբերված հրադադարի խախտման համար։ Թրամփը կրկին սպառնաց վերցնել հեռախոսն ու զանգել այդ երկրների ղեկավարներին, ու այդպես էլ վարվեց։ Կողմերը խոստացան քայլեր ձեռնարկել եւ օրերս նորից հրադադար կնքեցին։ Ինչ վերաբերում է Եգիպտոսին ու Եթովպիային, ապա այստեղ պատերազմ որպես այդպիսին, որը Թրամփը կարող էր ավարտել, չկա ու չի եղել, բայց երկրները վաղուց լարված հարաբերություններ ունեն Նեղոսի ամբարտակի շուրջ։ Ամռանը 12 տարվա անհամաձայնությունից հետո Եգիպտոսը հայտարարեց, որ Եթովպիայի հետ բանակցությունները փակուղի են մտել։ Թրամփը խոստացավ շատ արագ լուծել խնդիրը։ Եգիպտոսը ողջունեց Թրամփի խոսքերը, իսկ Եթովպիան հայտարարեց, որ դա միայն կմեծացնի լարվածությունը։ Եգիպտոսի եւ Եթովպիայի միջև վեճը լուծելու համար պաշտոնական համաձայնագիր այդպես էլ չկնքվեց։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը Թրամփը խոստացավ լուծել իր նախագահական երկրորդ ժամկետի առաջին 24 ժամվա ընթացքում, մինչդեռ 12 ամիս անց էլ Ուկրաինայում խաղաղությունը մնում է անհասանելի, ու եթե այն ժամանակ Պուտինին էր ստիպում գործարքի գնալ, Կարծում եմ նա ոչնչացնում է Ռուսաստանը, չկնքելով համաձայնագիր։ Կարծում եմ Ռուսաստանը մեծ խնդիրների մեջ է հայտնվելու։ ապա այժմ Զելենսկին ու Պուտինը տեղերով փոխվել են։ Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է։ Դրանում կասկած չի կարող լինել։ Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։ Ավելին, իրեն խաղաղության նախագահ հռչակած ու խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտող նախագահը չի բացառում նոր պատերազմ։ Միացյալ Նահանգների պատերազմը Վենեսուելայի դեմ։ Սակայն Թրամփը լավ կանի ականջալուր լինի իր վենեսուելացի գործընկերոջ իրեն ուղված կոչին, որն արդեն վերածվել է հիթի ու մեծ տարածում գտել։ Not war, yes peace։ Ոչ պատերազմին, այո խաղաղությանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։